Նախապես ուզում եմ խնդրել եւ տեղեկացնել, որ ասուլիսը ունի մեկ թեմա եւ բոլորին ուզում եմ խնդրել հարցերի փուլում մնալ այդ թեմայի շրջանակներում։ Եվ ուզում եմ ակնկալել, որ իմ խնդրանքը հարգանքի դաշնանա։ Շնորհակալություն։ Եվ այսպես Անկախ դիտորդ դաշինքի ֆեյսբուքյան էջից եւ մամուլի հրապարակումներից տեղեկանում ենք, որ անկախ դիտորդը ապրիլի 22-ին դիմում է ներկայացրել ուղարկել վարչական դատարան, որի համար հիմք են հանդիսացել ընտրություններին նախորդող այս փուլում Իմ քայլը հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական միջոցառումները։ Իրենք քարոզչական ուղղակի փաստեր չեն հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու իմ կերպարը ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ։ Իմ քայլը ասոցացվում է քաղաքացիական պայմանագրի հետ, փաստ է Աննա Հակոբյանի ասոցացումը, ասում են նրանք, եւ ինչպես նշված է ազատության հոդվածում, եթե վարչական դատարանում ապացուցվեն Իմ քայլը հիմնադրամի խախտումները, ինձ սպառնում է տուգանք մինչև 6 միլիոն դրամի չափով։ Ես այժմ հայտարարում եմ, որ սույնով խախտվել են իմ սահմանադրությամբ, մի շարք օրենքներով եւ միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող իրավունքները։ Մասնավորապես սահմանադրության հոդված համար 7-ը ընտրական իրավունքի սկզբունքները սահմանում է Ազգային ժողովի եւ համայնքների ավագանիների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա գաղտնի քվեարկությամբ։ Մասնավորապես իմ հանդեպ խախտվել է այս հոդվածը սահմանադրության։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի հոդված համար 4-ը ազատ ընտրական իրավունքը սահմանում է ընտրություններն անցկացվում են ընտրական իրավունքի իրականացման, ազատության եւ կամավորության սկզբունքների հիման վրա։ Ոչ ոք իրավունք չունի պարտադրելու ընտրողին քվեարկելու որևէ թեկնածուի, կուսակցությունների դաշինքի օգտին կամ դեմ, ինչպես նաև հարկադրելու ընտրողին մասնակցելու կամ չմասնակցելու ընտրություններին։ Խախտվել են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին միջազգային կոնվենցիայի կարգավորումները։ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը սահմանում է, որ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի կամ պատժի, ինչը ըստ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ձևավորված դատական պրակտիկայի ներառում է նաև հոգեբանական ճնշման, ահաբեկման եւ նվաստացման ձևերը։ Իսկ կոնվենցիայի 10-րդ հոդվածով ամրագրված արտահայտվելու ազատության իրավունքը ենթադրում է, որ անձը չպետք է ենթարկվի ճնշման կամ ազդեցության, որը կարող է սահմանափակել նրա ազատ կամ արտահայտությունը, այդ թվում ընտրական գործընթացների համատեքստում։ Խախտվել են կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի համապատասխան դրույթները, որոնք քրեականացնում են ցանկացած հիմքով բռնությունը, ներառյալ նաև հոգեբանական եւ հուզական բռնության ձևերը, որոնք կարող են արտահայտվել սպառնալիքի, հարկադրանքի կամ մանիպուլյացիայի միջոցով եւ դիտարկվում են որպես կանանց նկատմամբ խտրականության դրսեւորում։ Խախտվել է քրեական օրենսգրքի հոդված 210-ը, որը սահմանում է անձի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելը առաջացնում է քրեական պատասխանատվություն։ Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրել եմ իմ փաստաբանական թիմին ուսումնասիրություն կատարել նախաձեռնելու հետևյալ երկու գործողությունները։ Դանիել Իոնիսյանի նկատմամբ քրեական գործի հարուցման նպատակով հաղորդման ներկայացման հնարավորությունը 1 եւ 2-րդ անկախ դիտորդ դաշինքի դեմ հայցադիմումի ներկայացման հնարավորությունը Իմ քայլը հիմնադրամի գործարար համբավին հեղինակությանը հասցրած վնասները հատուցելու պահանջով։
Բոլորի ուշադրությունը ուզում եմ հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե այժմ իմ անձով պայմանավորված ըստ անկախ դիտորդի հիմնադրամը ասոցացվում է իշխանական ուժի հետ, ուստի ազգային ժողովի ընտրությունների նշանակման մասին հրամանագրի հրապարակումից հետո պետք է կասեցներ իր գործունեությունը, ապա մասնավորապես 2022 թվականի սեպտեմբերին Շիրակում անցկացվող ՏԻՄ ընտրությունների ժամանակաշրջանում Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է այն ժամանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ հանդիսացող Մխիթար Հայրապետյանը։ Այդ ամբողջ ընթացքում Իմ քայլը հիմնադրամը Շիրակում անցկացրել է պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում ծրագիրը եւ ընդհանրապես Մխիթար Հայրապետյանի Իմ քայլը հիմնադրամի գործադիր տնօրեն լինելու ընթացքում տարբեր ՏԻՄ ընտրություններ են տեղի ունեցել տարբեր համայնքներում, որտեղ Իմ քայլը հիմնադրամը զուգահեռաբար իրականացրել է բարեգործական ծրագրեր։ Որևէ ուսումնասիրություն հիմնադրամի կամ նրա պաշտոնատար անձի նկատմամբ քրեական կամ վարչական պատասխանատվություն կիրառելու մասով այդ փուլում չի կատարվել։ Ես այս փաստը եւս դիտարկում եմ որպես օրենսդրությամբ սահմանված կանանց նկատմամբ խտրականության արգելքի խախտում։ Այսքանը իմ հայտարարություններ, հիմա պատրաստ եմ ձեր հարցերին պատասխանել։ Համեցեք։ Ինքնական խնդրեմ մի քիչ մանրամասնեք։ Նախ դուք հերքում եք, որ ձեր ղեկավարած հիմնադրամը հիմա որ Երևանում կամ Հայաստանում որևէ քաղաքացու հարցերին ում հետ է ասոցացվում, չեն ասի, որ վարչապետի տիկնոջ եւ այսինքն դուք այս փաստը հերքում եք։ Հաջորդը Դանիել Յոհաննիսյանի հետ կապված կոնկրետ ինչ հոդվածով եք դուք պատկերացնում, որ գուցե քրեական պատասխանատվության հարց առաջանա։ Դուք այստեղ թվարկեցիք ձեր իրավունքների, թե որ կոնվենցիաներով ինչ բաներով են խախտվել ձեր իրավունքները, բայց չեք կարծում, որ խախտվել է նաև ընտրական օրենսգրքի եւ նաև վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հոդվածները, որոնք արգելում են նախագահի հրամանագրից հետո բարեգործությունները եւ նաև Ձեր վերջի հարցի վերաբերյալ այս տարվա մարտի 11-ին, եթե չեմ սխալվում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը պարզաբանում է մտցրել բարեգործական հիմնադրամների ընտրություններին առնչվող գործունեության հետ կապված, որտեղ ասվում է Բարեգործություն իրականացնելու սահմանափակումը վերաբերում է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումների հետ ասոցացվող անվանումներով այն կազմակերպություններին, որոնք առաջին ղեկավար մարմնի անդամներն ամբողջությամբ կամ մասնակցի համընկնում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամների հետ, այն է դիտարկվում են կուսակցության կողմից, ղեկավարվում են կուսակցության կողմից եւ երկրորդ հիմնադիրը, հիմնադրամի կամ հիմնադիրները կամ ղեկավարը ընտրություններում առաջադրվել են որպես թեկնածու։ Սրանցից որևէ մեկը Լենա Նազարյանը Իմ քայլը հիմնադրամի հիմնադիր անդամներից է, որը չի մասնակցում եւ թեկնածու չէ այս ընտրություններին։ Շատ տարբեր է եւ շատ տարբեր են նշվածը, ինչ ես կարդացի եւ ինչ դուք ասացիք։ Նշված պարզաբանումները Իմ քայլը հիմնադրամի գործունեությանը վերաբերելի չեն։ Այդ մեկ, ինչ վերաբերվում է ես ասոցացվում եմ, թե չէ, խնդրում եմ ինքներդ ճշտեք մարդկանց համար ասոցացվում եմ, թե ոչ։ Ձեր հիմնադրամը չի ասոցացվում, ինչ-որ ուժի հետ։ Ես դրա մասին կարծիք չունեմ, դուք ճշտեք ասոցացումը, Դանիել Յոհաննիսյանի մոտ ասոցացվում է, բայց դա ինչ կապ ունի ընտրության հետ։ Այդ շրջանում է, որ ասոցացումը, եթե մարդիկ ձեզ Ես մեջբերում եմ օրենսդրություններ, մեջբերում եմ կոնվենցիաներ միջազգային, մեջբերում եմ սահմանադրություն, դուք ասում եք եթե մարդիկ։ Դրանք շատ տարբեր երևույթներ են, Շավիթ ջան։ Համեցեք։ Տեսեք, Տիկին Հակոբյան, դուք սահմանադրություն եք մեջբերում, որը ԿՀ-ն ինչ-որ նաև օրենքներ, որը ԿՀ-ն ցես ճշգրտել է, բայց բոլորին հայտնի է, որ դուք կապ ունեք Նիկոլ Փաշինյանի հետ
նրա կինն եք, ինքայլը հիմնադրամը նախկինում ասոցացում էր ուղիղ ինքայլը դաշինքի հետ, այսինքն դուք այդ դաշինքով եք եկել իշխանության, եւ այսօր շատերը նույնիսկ քաղաքացիները մոռանում են ԿՊ-ի անունը, ասում են ինքայլին են կընտրելու կամ չեն կընտրելու։ Այսինքն ինքայլի հետ են ասոցացնում եւ Լենա Նազարյանը գործող պատգամավոր է, որի ամուսինը արդեն ցուցակում է կարծեմ Մարեկը Բաբայան, եւ դուք ամբողջ թիմով ԿՊ-ի հետ ասոցացող մարդիկ եք։ Վահե ջան, ներողություն ավարտեցի։ Մի բան էլ ասեմ եւ չնայած նրա որ կարծիքներ կային դեպք որ երբ որ դուք հայտարարեցիք կանոնության մասին ասացին որ սա հատուկ է առնում որպեսզի Աննա Հակոբյանը կարողանա դրա անվան տալ այսինքն ազատ լինի ձեռքերը ազատ լինի կարողանա ինքնալի անունից բարեգործություններ անել հետո իհարկե վերամիավորվեցիք ինչ համար շնորհավորում եմ բայց հաստատի դուք այսօր ասոցացվում եք ուղիղ ԿՊ-ի հետ եւ Նիկոլ Փաշինյանի կինն եք հանդիսանում ապրում եք նրա հետ հիմա մարդիկ որ ձեզանից բարեգործություն ստանան ինչ են մտածում որ սա օրինակ ուժեղ Հայաստանի համար է արվում թե ում համար Քոչարյանի կամ Հիմա այս հարցով խախտվում է իմ սահմանադրական իրավունքը ազատ ընտրության եւ ազատ կամարտահայտության։ Պարզապես խախտվում է։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը, ընտրության ձևը, ընտրության իրավունքը հանրային քննարկման առարկա դարձնել անկախ նրանից ով է այդ մարդը։ Որովհետև սահմանադրությամբ պաշտպանված է յուրաքանչյուր անձի, այդ թվում կանանց, այդ թվում այս կամ այն պաշտոնյայի կնոջ գաղտնի ազատ կամ արտահայտման իրավունքը եւ դա քննարկման առարկա չէ եւ ցանկացած հարց դրա վերաբերյալ սահմանադրության Էլ չեմ ասում էթիկայի, էլ չեմ ասում տակտի խախտում է։ Ոչ մի բան չեմ, ես լավ չհասկացա, այդտեղ կնոջ թիրախավորելու ինչ խնդիր կա, որտեղ այստեղ կին լինելուց բացի դուք հանրային դեմք եք, պաշտոնյայի կին եք եւ կին լինելուց բացի, հանրային դեմք լինելուց բացի, պաշտոնյայի կին լինելուց բացի եւ դրանցից բոլորից առաջ ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ով ունի ազատ կամ արտահայտման իրավունք, որը պաշտպանված է, որի գաղտնիությունը այնքան պաշտպանված է, եւ հիմա դուք խախտում եք իմ իրավունքը։ Ով նաեւ հանրային կերպար եւ Նաեւ հանրային կերպարները ունեն, եթե չեն, ես չեմ մասնակցում ընտրություններին, ես տեխնացու չեմ, եթե ես քարոզչություն չեմ իրականացնում, այսինքն ես ինքս եմ ընտրում իմ դիրքորոշումը։ Ես ունեմ իմ իրավունքը եւ դուք հիմա խախտում եք իմ իրավունքը, ինչպես խախտվել է։ Եկեք ասուլիսի կանոնի մեջ մնանք։ Համեցեք։ Դուք նշում եք ինքայլը կարճում, հա, ոչ